Ես ճիշտ հասկացա, որ խոսքը դիտորդական առաքելության հետ կապված պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մասին է, որ կարծես դիտորդական նաև քաղաքականությամբ է զբաղվել, քարոզել եւ այլն, եւ արդյոք այս դիտարկները ձեր կողմից նախապատրաստում, որ խորհրդարանական ընտրություններին օրինակ որպես դիտորդական կազմակերպություն իրենց չգրանցելու մասին հասկանալ եւ ինչ հասցեին եք, որ իրենք ընտրությունների ժամանակ այսպես քարոզություն են արել եւ այլն, եւ երկրորդ հարցը դուք իհարկե ասացիք, որ խորհրդարանական ընտրությունների կոնկրետ օր կա եւ այլն, բայց այսպես տպավորություն է, որ հնարավոր է ինչ-որ փոշ մաժորային իրավիճակներ լինեն, որ ընտրությունները կամ ավելի շուտ լինեն, կամ ավելի ուշ, կա այսպիսի նկատություններ, որտեղ այդպես ասելով լինում տպավորություն է, որ կարծես կարող են այդ օրը փոխվել։ Շնորհակալություն հարցի համար, ես անուն չեմ նշել եւ որովհետեւ տեսեք, ես ինչ ասեմ, մենք խնդիրը քննարկել ենք նիստի շրջանակներում, նիստի ձայնագրությունը տեղադրված է, այսինքն ես միտումնավոր, որովհետեւ ես այսօր, այսինքն այդ ինչ որ քննարկվել է, որ կազմակերպության հետ է դիտորդական առաքելության հետ է կապված է, ինչ է քննարկվել, իրենք ինչպես են բարձաբանել, մենք ինչ հարցեր ենք տվել եւ սա ամենը կա, ես ուղղակի խնդրին մասին ես խոսեցի, ես ամենևին նպատակ չունեմ, ասես ենք, որևէ կազմակերպության կամ դիտորդական առաքելության անունը արդեն այս հարթակում այս ձևաչափում հնչեցնելու, որովհետեւ կներեք, երբ որ ընտրությունները կնշանակվեն եւ դիտորդական առաքելությունները կգան գրանցվելու, այդ ժամանակի գնահատվելու իրենց վարքագիծը եւ ամենևին ես ձեր տպավորությունը ասում եմ անհիմն է, որ որևէ մեկին ասես են կանխակալ չեն գրանցելու, ոչ, բայց մեր պահանջը կոնկրետ այդ օրը եղել է, որպեսզի դիտորդական առաքելությունները եւ քաղաքական ուժերը, ասեմ, կամ քաղաքական գործունեություն ծավալող քաղաքական գործիչները տարանջատվեն։ Ընդհանրապես բոլորը ազատ են զբաղվել քաղաքականությամբ եւ շատ լավ են անում, որ զբաղվում են։ Ես դա ասել եմ նաեւ նիստում։ Բայց երբ որ զբաղվում ես քաղաքականությամբ, գալիս որպես դիտորդ հավատարմագրվում ես եւ օրերի տարբերությունը ընդամենը հավատարմագրվելու եւ քաղաքական ելույթի 1 օր համացանցով ասենք հարցազրույցը որ տարածվում օբյեկտիվորեն նույն անձն է հասկանում եք օբյեկտիվորեն արդեն տպավորությունը որ քաղաքական գործիչ դիտորդ այսպես ասենք էլի այս ու արդեն ընդհանուր դիտորդական առաքելության այս ինստիտուտը տուժում է ինստիտուտն է տուժում որովհետև ես եթե զուտ նայենք ընտրական համակարգի տեսանկյունից ես կարող եմ մի բան ասել որ ընտրական համակարգի տեսանկյունից նման դիտորդությունը եթե օրինակ ընտրական համակարգը խնդիր ունի իր թերությունները օրինակ քողարկելու նման դիտորդությունը շատ ձեռնտու է ես կարող եմ ասել որովհետև երբ որ քաղաքական գործիչ դիտորդություն է իրականացնում ինքը միանգամից իր գործունեությունը որպես դիտորդ բոլորի մոտ ընկալում է սուբյեկտիվ դա ոչ միայն մեր մոտ ձեր մոտ հանրության մոտ որովհետև նույն մարդը որը որ մի քանի օր առաջ որպես քաղաքական գործիչ ելույթ էր ունենում հետո գալիս է որպես դիտորդ անկողմնակալության դիրքերից է սկսում խոսել ինքը որպես դիտորդ այդ ինստիտուտը արժեզրկում է
Մեր խնդրանքը հորդորը, որպեսզի դիտորդները եւ քաղաքական գործիչները տարանջատվեն։ Ավելի բաց, ավելի պարզ, ես ձեզ ինչից է գալիս այս, այսպես ասենք, քաղաքական նպատակներ հետապնդող դիտորդական առաքելությունները, սա մեր ընտրական համակարգի զարգացման նախորդ, այսպես ասենք, կյանքից եկած թերություն է։ Ինչից, որովհետև ժամանակին, երբ որ կար մեծամասնական ընտրակարգը, նույն արժանտրություններում, կամ հետո կար այսպես կոչված ռեյտինգային, ճակերտավոր ռեյտինգային կոչված, նույն քաղաքական ուժերի ներսում, իրենց քաղաքական ուժերի, այսպես ասենք, շարքերում խնդիր ունեին զուտ քվեարկության օրը վերահսկելու, այսինքն քվեարկության նույն քաղաքական ուժի տարբեր գործիչներ իրենք խնդիր ունեին իրենց անձնական վերահսկողությունը ունենալու տեղամասերում։ Եվ այդ խնդիրը, քանի որ վստահված անձերի սահմանափակը, չէ, հասկանում եք, վստահված անձ տեղամասում այն ժամանակ մեկ հոգի կարող էր միաժամանակ տվյալ կուսակցություն ունենալ, ներկայումս ԱԺ-ում նույն քաղաքական ուժը կարող է ունենալ ոչ ավել, քան երկու վստահված անձ։ Բայց երբ որ թեկնածուները, այդ քաղաքական ուժերի թեկնածուները, իրար հետ մրցակցող թեկնածուները, իրենք խնդիր ունեին անձնական վերահսկողություն ունենալ տեղամասերում։ Եվ այն ես ես ինչ որ պատմում եմ 10 տարի եւ ավել առաջվա, ասենք, երևույթների մասն եմ պատմում։ Արդյունքում գրանցում էին դիտորդական առաքելություններ, որոնք ընդամենը մեկ գործառույթ էին իրականացնում։ Քվեարկության օրը տվյալ քաղաքական գործչի, այսպես ասենք, շահերի տիրույթում գտնվող տեղամասերում ոչ թե դիտորդությունն, այլ կարելի ասել վստահված անձի գործառույթին իրականացնում, վերահսկում էին ընտրությունները, որպեսզի տվյալ քաղաքական գործիչներ, տվյալ թեկնածուներ համոզված լիներ, որ գործընթացը ինքը վերահսկել է։ Սա նախկինից ներկայիս համակարգը արդեն այնպիսին է, որ վերահսկողության գործիքները այնքան շատ են, որ որևէ, այսպես ասենք, լինի քաղաքական ուժ, այսինքն լրացուցիչ, տեսեք, այսինքն քաղաքական ուժը, որպեսզի դուք պատմեք, քաղաքական ուժերը ունեն տեղամասում կարող են ունենալ երկուական վստահված անձ։ Իրենք on-line հետևելու առանձին օգտահաշիվ ունեն։ Եթե դուք մնացած բոլոր մեր, այսպես ասենք, քաղաքացիները on-line հեռարձակմանը հետևում են կոնկրետ տեղամասին, կարող են միանգամից, ասենք, չեն կարող միաժամանակ, օրինակ, բոլոր տեղամասերին հետևեն։ Կուսակցությունները, գրանցված կուսակցությունները, չգիտեմ, իրենք ստանում են հատուկ հնարավորություն եւ կարող են բոլոր տեղամասերի ուղիղ հեռարձակումը միաժամանակ, եթե իրենք այդ համապատասխան իրենք այդ տեխնիկան իրենց համար, այսպես ասենք, կազմավորեն, կարող են բոլոր տեղամասերը միաժամանակ այդ թվում իրենք ունենում են հնարավորություն հետ տալու, այսինքն հետ գնալու, այսպես ասենք, տեսնելու, ասենք, ինչ որ բան եղել է, թե ոչ։ Այսինքն կուսակցություններին, մասնակից կուսակցություններին պրոցեսի վերահսկողության, գործընթացի վերահսկողության բոլոր հնարավորությունները կա։ Այսինքն քաղաքական գործիչներին, քաղաքական միավորներին, որպեսզի իրենք դիտորդի անվան տակ, ասենք, հանդես գալու, այլևս կարիք ոչ, ասենք, չկա։ Ֆիզիկական կարիք ես նկատում եմ։ Վաղուց դա մեզանում, այսինքն մեր օրենսդրությամբ, մեր զարգացման փուլերով այդ խնդիրը լուծվել է։ Եվ այդ մեր հորդորի իմաստը դա է, ասում եմ, այլևս տարանջատեք ովքեր են, ով զբաղվում է քաղաքականությամբ։ Օրենսդրությունը այդպես է նախատեսված։ Ով զբաղվում է քաղաքականությամբ, չի կարող դիտորդ լինել։ Եթե հավակնում ես լինել դիտորդ,
առնվազն պիտի դադարեցնես այլևս քաղաքականությամբ զբաղվել, որևէ քաղաքական խոսք ասել։ Եվ երկրորդ հարցը, էլի ձեր տպավորությունը չգիտեմ ինչից է։ Ուշ, տեսեք, ուշ բացառվում է լինի։ Սահմանադրությունը կոնկրետ ժամկետ է նախատեսում։ Ոչ շուտ 60, ոչ ուշ 50 օր առաջ գործող ազգային ժողովի լիազորությունը ստանձնելուց։ Գործող ազգային ժողովը իր լիազորությունը ստանձնել է 21 թվականի օգոստոսի 2-ին, որպեսզի դուք այս հաշվարկը, դուք կարող եք ինքներդ բացել սահմանադրությունը, այդ իմ ասած ձևակերպումը ստուգել, շուտ ինչպես հարգանքս ես ամեն դեպքում այսպես պիտի պատասխանեմ, որ մենք ընտրական համակարգը պատրաստվում է ազգային ժողովի հերթական ընտրությունների։ Ֆորս մաժորներ, մնացած եւ այլ մեր տիրույթից դուրս են։ Մենք ոչ, այսպես ենք, կարող ենք ֆորս մենք այդտեղ ընտրական համակարգը անելիք չունի, բայց ընտրական համակարգը, այդ թվում նաև իմ կողմից թվարկած այդ նոր տեխնիկայի գնումը, նոր ծրագրերի ձեռքբերումը, բոլորը իրականացվում են հերթական ընտրությունների տրամաբանությամբ։ Սա ինչի եմ ասում, որտեղ մենք ունենք գործընթացներ, որոնց վերջնաժամկետը, որ ասենք պիտի դա ավարտենք, եկող տարվա մարտն է։ Այսինքն իմի դուք պատկերացրեք ձեր ասածը ու մեր գործընթացը, որին պատրաստվում ենք, ամենևին իրար հետ չեն, այսպես ընդհանրություն չունեն։ Ձեր տպավորությունները, չասեմ, իմ կարծիքով սխալ են։